Պարոն Տեր-Մկրտչյան, բարև ձեզ, գիտեմ շատ զբաղված եք, բայց համաձայնեցիք երկու հարցի հետ կապված ձեր մեկնաբանությունը տալ։ Եվ այսպես, մենք երեք ականատեսը եղանք, թե ինչ խայտառակ ընտրախախտումներով, ձերբակալություններով, ահաբեկումներով, ապօրինություններով ընթացան Հայաստանում խորհրդարանական ընտրությունները։ Նախնական արդյունքները հայտնի են, իրավիճակին ծանոթ եք, տիրապետում եք։ Խնդրեմ այս ընտրախախտումների հետ կապված մասնավորապես ձեր տեսակետը համեցեք։ Այո, շնորհակալություն, ցավոք սրտի եղավ այն, ինչը որ շատերս կանխատեսում ենք, որովհետև մի իշխանություն, որը որ չի հանդուրժում նույնիսկ սովորական խոսք, սովորական քարոզչություն, սովորական ըմբոստություն իր նկատմամբ եւ մարդկանց հետապնդում է առ մինչեւ նրանց տուն եւ ամենուր, այդ իշխանությունը աթոռից հեշտ չէր ազատվելու։ Բնականաբար նրանք ամեն ստոր քայլի գնալու էին, որպեսզի շարունակեին իրենց կեղտոտ գոյությունը եւ քանի որ իրենց համար, այսպես ասած, արդեն լավ մենք գիտենք համաշխարհային բանկից ինչ գումարներ են եկել եւ դա հրապարակվել է ի աջակցություն սրանց, իրենք պետք է իրականացնեին ուրեմն թուրք-ադրբեջանական եւ նաեւ ուրեմն Եվրոպայի կողմից սնուցվող այս ծրագիրը ընդդեմ հայ ժողովրդի։ Ուրեմն իրենք միշտ բողոքում էին ընտրախախտումների ժամանակին, նախկիների, այսպես ասած, ժամանակ, ոչ մի անգամ հարգելի Մայրամ, նման խայտառակություն հայ ժողովուրդ չի եղել։ Ես ոչ մի անգամ չեմ տեսել, որ ընտրատարածքը փակվի կամերաների առաջ, ընդ որում դա վաղուց է եղել, այդ նկարահանումը նոր չի, որ ուրեմն կամերաների առաջ զինվորներին բերեն եւ գիտեք ինձ ցավալի է, երբ որ զինվորը ինքը հարգանքի արժան, շատ կներեք, էլի sense բրթելով, հո անելով տանում լցնում են այնտեղ։ Նման խայտառակություն, նման կներեք, ուրեմն անբարոյականություն մենակ կարող էր իրեն թույլ տալ, ուրեմն քեմալական պայմանագրի ուրեմն աջակիցները ոչ մի տեղ, չգիտեմ, լինի դա Հյուսիսային Կորեայի կամ իրենք բողոքում են այլ երկրից, նման բան իրենց թույլ չէին կարող տալ։ Ուրեմն քանի որ իրենք մենք տեսանք ինչ տեղի ունեցավ, երբ ընտրություններն ավարտվեցին, որոշ ժամանակ անց տեսանք, որ իրենք 70%-ից իջնում են արդեն 50%։ Դադարեց ընտրությունների ընթացքը, չէին հաշվում, նման բան տեղի չի ունեցել ոչ մի անգամ, մնաց մի քանի ժամ, դեռ անամոթաբար, երբ ընդամենը 10%-ն էր դուրս եկել ուրեմն քվեաթերթիկների, իրենց հռչակեցին, որ իրենք հաղթել են, որ հետո ասեն, բա տեսեք, մենք գիտենք, որ հաղթել ենք, դե պարզ է, չէ, ուրեմն իրենց ձեռքում է ամեն ինչ։ Եւ սպասեցրեցին ուրեմն նորից լարված մինչև առավոտ, որպեսզի հայտարարեին, մեկ էլ մի կեղտոտ խաղացին ուրեմն բանին, Բարգավաճ Հայաստանի նկատմամբ։ Այսինքն տեսնելով, որ հիմա սահմանադրական մեծամասնություն չեն կազմում, չեն կարող սղացնել ադրբեջանական եւ թուրքական սահմանադրությունը, իսկ դրա համար պետք է որ նրանք մեծամասնություն լինեն, դրա համար մենք տեսնում ենք, որ այդ հրճվանքը չկա, որովհետեւ իրենց համար գլխավորն այն էր, որպեսզի սղացնեին վերջին կետը, այն սահմանադրությունը, որը լրիվ կետարկեց, ստորակետ համապատասխանում է թուրք-ադրբեջանական պահանջին։ Եվ հիմա, քանի որ տեսան սա չկա, որոշեցին նաև Բարգավաճ Հայաստանի նկատմամբ տանել եւս մեկ կեղտոտ խաղ, անամոթաբար ուրեմն դա ասելով, թե էլեկտրոնային քվեարկում է տեղի ունեցել։ Ես նայում եմ ուրեմն կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուրեմն նախագահի խոսքը, ինչպես էր ինքը խոսքի ժամանակ անընդհատ փորձում բառեր ման գալ, կարճել այստեղից կամ այնտեղից։ Ես շատ ցավում եմ, որ պատմությունը մեր ժողովրդին դաս չտվեց եւ միշտ գտնվեցին մի այսպես զանգված նիկոլիզմով տառապող, սա մենակ Նիկոլի խնդիրը չէ, նիկոլիզմով տառապող մի զանգված, ով պատրաստ է հարմարվելուն, այսինքն էական չի, թե ինքը ինչի բաժին կդառնա, կարևորը որ այս պահին ինքը հարմարվում է եւ այդ հարմարվող կեղտոտ տեսակը փորձում է որոշել մեր ճակատագիրը։ Եթե նախկիների ժամանակ նման փորձեր արվեին, որտեղ ինչպես տեսանք օրինակի համար, Վարդենիկ համայնքի համայնքապետը կանգնած ընտրատարածքում ուղղորդումներ էր անում, Սարիկը եկել էր մեկ այլ տեղ ուղղորդումներ էր անում, նախկին տարածքային կառավարման ուրեմն նախարար Գնել Սանոսյանը, որը ես տեղեկացրել եմ, Ծագարում ուրեմն ուղղորդումներ էր անում, այսինքն համատարած այս բաներ անեն, հիմա Եվրամիությունում, Ուրսուլա ֆոն դեր Լեյնի նման, ուրեմն ինչա Բերլին, Փարիզ, մայրուղու վրա կանգնած մարմնավաճառներման իրենց ձայնը գցել էին աշխարհով մեկ, բայց այսքանը տեսնելու հետ մեկտեղ ես լսում եմ իրենց զեկույցը, թե ինչպես են իրենք այս ամենը սվաղում։ Ես մարդու տեսակ եմ, ով գտնում է, որ ամեն ինչ վերջացած չէ, եւ այդպես էլ պետք է լինի, որովհետեւ սա չի նշանակում, որ իմ որպես հայի պայքարը, որ ես պետք է հրաժարվեմ իմ ինքնությունից եւ թույլ տամ, որ սրանք պայքարեն ոչ միայն
կռիվ բերեն, այլ նաև հիմա մենք գիտենք վաղուց կռիվ են անում մեր ինքնության դեմ, իմ Արարատի դեմ, հայոց ցեղասպանության Եվ այսպես շարունակ, դա իրենց չպետք է թույլ տանք, որովհետև չի նշանակում այսպես ասած, պարտվել ինչ որ ժամանակում եւ զենքերը վայր դնել։ Մենք պարտավոր ենք պահանջատեր լինել։ Իսկ նրանք, ովքեր որ այս ընտրախախտումներն արել են, ովքեր ծափ են տվել այս ընտրախախտումներին, հարգելի հայ ժողովուրդ, ովքեր քավորություն են արել այս ընտրախախտումներին, իրենք ուրեմն մեծ պատասխանատվության են ենթարկվելու, մեծ պատասխանատվության օրենքի առաջ, որովհետև թույլ տալ դադարեցնել հաշվարկները մի քանի ժամ ոչ մի լուրջ չլինի մայրաքաղաք Երևանից, Վանաձորից, Ջերմուկից, Արարատի շատ այլ վայրերից եւ հանկարծ մեկ էլ առավոտյան հայտարարել, որ իրենք այսքան տոկոս են տարել, նորից վերահաշվարկ անեն, որպեսզի Ծառուկյան ուրեմն Գագիկին դուրս հանեն բան խորհրդարանից նման այս տեսակի խայտառակություն, այս տեսակի այլանդակություն նույնիսկ ամենացածրորակ են երրորդ կարգի պետությունները, որ նոր ուզում են զարգանալ Աֆրիկայում, իրենք նման կարգի խայտառակ ընտրություն չեն կազմակերպի։ Ես ձեզ ասում եմ հաստատ, ոչ մի տեղ, ոչ մի երկրում բացահայտ տեսախցիկների առաջ թույլ չէին տան նման կարգի, ուրեմն հազար ներողություն, պոռնկություն։ Սա դա է։ Իսկ այս պայմաններում այս ընտրախախտումների ֆոնին ու այս ձերբակալություններ, խոշտանգումներ, ահաբեկումներ, այս ամենի ֆոնին ի վերջո ընդդիմությունը կարողացավ այսքան դուք պատկերացնում եք իրապես էլ այս ընտրախախտումները չլինեին, կարողացավ իր ուժը ցույց տալ ճնշելով, չնայած որ ճնշում են այս կերպ։ Խնդրեմ։ Ուրեմն տեսեք, այն իրենք շարունակեցին սա, այս ամենը անելը, նույնիսկ ընտրության օրը, երբ սկսեցին մասսայական ձերբակալել ուժեղ Հայաստանի աջակիցներին։ Ես մի հատ օրինակ բերեմ, որպեսզի պարզ լինի։ Ուրեմն իմ ծանոթներից մեկը, ով նույնպես մեր աջակիցն է, որպեսզի լսեն մարդիկ հասկանան, զանգահարել այնց մի երկու շաբաթ առաջ։ Ասում է, դու գիտես, գիտեմ, որ անգլենի մասնակից ես, կարող է պարապմունք անես, ծանոթ կա, ասում եմ, չէ, գիտես, հիմա զբաղված եմ եւ այլն չեմ կարող։ Ասում է, դե ոչինչ չես աշխատում, պարապ էլի մի քիչ գումար ա։ Ասի, չէ, չեմ ուզում։ Հիմա դուք պատկերացրեք, Մայրամ ջան, սա իրական դեպք եմ ձեզ ասում, սա վերցնեին, տեղադրեն, ասեն, գիտեք ինչ կա։ Ուրեմն Մայր Հայաստանի ես մի աջակից է, մյուսին գումար առաջարկում, որը դրա հետ բացարձակ կապ չունի։ Իրենք գնում են նման ստորության, մտնում են մարդկանց տները, մարդկանց գրպանը, մտնում են մարդկանց ուրեմն հեռախոսները, խոսակցությունների մեջ, որպեսզի մեկ նախադասություն, մեկ բառ իրենք որսան եւ այդ ձերբակալություններն անեն։ Եթե իրենք իրենց վրա վստահեին, որ ասում են 100% տանելու ենք, դե որ դուք 100% տանող եք, ոչ մի ձերբակալություն չանեք, թողեք որպեսզի այդ ընտրությունները տեղ ունենան հանգիստ։ Դուք նույնիսկ ընտրության, ուրեմն ամսի 6-ի երեկոյան նույնիսկ Շիրակում թերթերը ստացել էին առանց ուրեմն երրորդ համարի։ Տեղեր կար, որ 17-րդ համարը չկար։ Դե որ դուք այդքան վստահ եք, այսքան ձերբակալություններ չանեք։ Սա ցույց է տալիս մի բանի մասին։ Իշխանավորները վաղուց էին վախեցած եւ վախեցած են, իրենք վախեցած են եւ իրենք հասկանում են, որ սա մարսել չեն կարող։ Այդ դրա համար էլ որոշեցին այս բռնաճնշումներն անել, իսկ մենք գիտենք սովորաբար ռեպրեսիաները հետո ինչի են բերում։ Դա պատմության մեջ նման բազմաթիվ օրինակները շատ են եւ նորից եմ ասում, որ իրենց չի հաջողվելու թուրք-ադրբեջանական սահմանադրությունը մտցնել Հայաստան։ Սա իրենք չեն անելու եւ իրենց չի հաջողվելու դա։ Եվ այսքան որ վախ են տարածում, որտեղ ես ինքս անձամբ գիտեմ համայնքներ, համայնքապետարաններում, գյուղապետարաններում, բուժամբուլատորիաներում, դպրոցի տնօրենները մենք տեսանք, որ Թաթուան Արմանը Մարտուն ուրեմն կրթության բաժնից ձայնագրություններ էր արել, ինչպես են ստիպում, որ գնան ընտրության, հետո առանձին հետները խոսում են, որ պարտադիր պետք է ընտրեք, ես ինչ տեղամասից այսքան պետք է կպնձայն տանի։ Այս բոլորը խոսում են դրա մասին, որ իրենք չունեն մասսայականություն։ Այն որ իրենք զորով մարդիկ էին բերում հավաքի, ուրեմն խալաթը վրան գցած, որ վազում էին հրապարակ, որ իբրև թե իրանք Նիկոլի աջակից են, որտեղ վերջին րոպեին իրենց ասել են պարտադիր պիտի ներկա լինես։ Իրենք իրենց վախերը ամեն օր ամեն վայրկյան ցույց են տալիս, իսկ մեզ մնում է մի բան՝ երբեք եւ ոչ մի պարագայում չհրաժարվել հայկական ինքնությունից, որովհետեւ թույլ տալ սրանց, որպիսի շարունակեն կամ մնան իշխանության, առավել եւս փորձեն հիմա այլ ձևով ուրեմն
այլ կեղտոտ ճանապարհով մեծամասնություն դառնան, որպեսզի որոշեն սահմանադրության փոփոխումը, սա նշանակում է հայոց պետականության դադարում։ Իհարկե մենք գիտենք, որ այդ process-ի մեջ ենք, բայց սա վերջնական դադարում է։ Իսկ Ժեխին մի բան կասեմ, երբ Բաքվում ես հիմա հետևում եմ եւ Անկարայում սրտատրոպ սպասում են, որպեսզի այդ մեծ հաղթանակը լինի եւ այնտեղից տոնեն, եւ ձեր նման ժեխը տոնում է այստեղ, երբ մենք ունենք գերիներ, երբ մենք ունենք անհետ կորածներ, երբ մեր եռաբլուրը քանիապատիկ շատացել է ի շնորհիվ ճակերտավորի շնորհիվ ձեր ղեկավարի, ուրեմն ամոթ, ես չգիտեմ, չէ, ամոթ չէ, թքեմ ես ձեր երեսին, որովհետեւ դուք հայ, առավել եւս մարդ կոչվելու իրավունք չունեք։ Կենթանին, եթե դուք օծի ձու տրորեք, ջարդեք, այդ օծը քանի հազար կիլոմետր էլ կանցնի, որպեսզի իր վրեժը լուծի։ Դուք ձեզ թույլ եք տալիս, որ հայ զինվորին սպանողը, հայ կնոջը ջերմուկուն եւ Վարդենիսու մորթողը վաղը ինքը ադրբեջանական համարով մտնի Հայաստան, մեքենայի մեջ միացնի ուրեմն Յաշայեմ Ադրբեջան երգը, Ղարաբաղ Ադրբեջան ուրեմն рэփերը, որ իրեն գրել են, պատտվի Երևանով եւ դուք ձեր գլուխները կախ ջայլամի քաղաքականությամբ ասեք, հա դե հիմա ինչ պիտի անենք, որ եղել է։ Եթե ձեր երեխան հաշժեղ, ասենք հիվանդացել է, դուք որ տանում եք հիվանդանոց, այնտեղ ասենց հանգիստ նստում եք տունը քնում եք, ասում եք դե բժիշկներն անեն, ոչ, դուք 1000 տեղ եք զանգում, բժիշկ չեք, չէ, բայց դուք զանգում եք, որ իմանաք ինչ ա եղել, բայց դուք ո՞նց եք թույլ տալի մեր միակ հայրենիքի նկատմամբ այդպես վերաբերվել։ Իմացեք, որ կյանքը բումերանգ է եւ դա վերադառնալու է։ Շնորհակալություն։ Նույնպես